Առաջադրանք 250, քանի երկնիշ թիվ կարելի է գրել 2, 3 և 4 թվանշաններով։ Յուրաքանչյուր թվանշանով կարելի է գրել 3 երկնիշ թիվ, հետևաբար 3 թվանշան են, 3 անգամ 3 հավասար է 9։ 251. Գրիր բոլոր եռանիշ թվերը օգտագործելով A. 1, 3 թվանշանները, որոնք կարող են կրկնվել, 1, 3, 5 թվանշանները կրկնությամբ, 0, 1, 2 թվանշաններն առանց կրկնության, 0, 1, 2 թվանշանները, որոնք կարող են կրկնվել։ Խնդրեմ։ Երկու 52, քանի եռանիշ թիվ կարելի է գրել գործածելով 1, 3, 5, 7, 9 թվանշանները առանց կրկնության և որոնք կարող են կրկնվել։ Ուրեմն, առանց կրկնության մեկով սկսվող բոլոր թվանշանները ես գրել եմ, թվերը գրել եմ, եռանիշ թվերը, դրանք 12-ն են, հետևաբար 3-ով սկսվողներն էլ 12-ը կլինեն, 5-ով սկսվողներն էլ, 7-ով սկսվողներն էլ և 9-ով սկսվողներն են, դրանք կարիք չկա գրելու, ընդամենը քանի թիվ են 1, 2, 3, 4, 5, 5 անգամ 12 հավասար է 60։ Եվ բն կրկնությամբ, ես օրինակի համար 1-ով սկսվող բոլոր թվերը գրել եմ եռանիշ, դրանք 25-ն են, 25-ը բազմապատկել եմ 5-ի, որովհետև սրանք 5-ն են, 1, 3, 5, 7, 9, 5 անգամ 25 հավասար է 125։ Երկու 53, քանի եռանիշ թիվ կարելի է գրել գործածելով 0, 2, 4, 6, 8 թվանշաններն առանց կրկնության և որոնք կարող են կրկնվել։ Բնականաբար 0-ով թիվ չի սկսվում, բոլոր թվերը սկսվում են 1-ից, այստեղ 1 չունենք և նշած 5 թվանշաններից մենք կարող ենք գրել 4-ով սկսվող, հետևաբար 2-ով սկսվող թվանշանները 12-ն են և բազմապատկում ենք 4-ով, հավասար է 48, ինչու 4-ով, որովհետև 2, 4, 6, 8, 0-ով սկսվող թվանշան թիվ չունենք։ Բն, որոնք կարող են կրկնվել, այստեղ 2-ով սկսվող բոլոր թվերը գրել եմ, որոնք կարող են կրկնվել, դրանք 25-ն են, 25-ը բազմապատկել եմ 4-ով, հավասար է 100, այսինքն 100 եռանիշ թիվ կարելի է գրել։ Երկու 54, պատահականորեն ընտրիր որևէ երկնիշ թիվ, գտիր հետևյալ պատահույթների հավանականությունը։ Ընտրված երկնիշ թիվը բաժանվում է 3-ի, սիրելիներս ցանկացած երրորդ թիվը բաժանվում է 3-ի, հետևաբար հավանականությունը կլինի 1/3։ Ընտրված երկնիշ թիվը բաժանվում է 5-ի, ցանկացած 5-րդ թիվը բաժանվում է 5-ի, հետևաբար կլինի 1/5։ Ընտրված թիվը 5-ի բաժանելիս տալիս է 1 մնացորդ, 5-ին հաջորդող բոլոր թվերը, ցանկացած 5-րդ, 5-ին հաջորդող բոլոր թվերը բաժանվում են 5-ի, տալիս են 1 մնացորդ և ընտրված թիվը կենտ է, գնել կլինի 1/5 և ընտրված թիվը կենտ է, իհարկե թվերը լինում են կենտ և զույգ, եթե զույգ չի, ուրեմն կենտ է, եթե կենտ չի, ուրեմն զույգ է, հետևաբար թվերը բաժանում են 2-ի, երկու տարբերակ կա, 1/2։ 255, արկղում կա 4 խորանարդիկ, 1, 2, 3, 4 համարակալմամբ, արկղից պատահականորեն հանում ենք 3 խորանարդ ու դասավորում կողք կողքի, ինչի է հավասար հավանականությունը, որ այդ կերպ ստացված եռանիշ թիվը կբաժանվի 10-ի։ Ստացված եռանիշ թիվը ոչ մի կերպ չի բաժանվի 10-ի, քանի որ այստեղ ոչ 0 կա, ոչ 5-ի, իսկ մենք գիտենք, որ 10-ի բաժանվում են այն թվերը, որոնք որ վերջանում են 0-ով։ B. Կլինի զույգ թիվ։
1/2, քանի որ նախորդ առաջադրանքի պարագայում ասացի թվերը կամ կենտ են կամ զույգ են, այսինքն հավանականությունը 1/2 կլինի։ Թվանշանները կդասավորվեն նվազման կարգով, եթե եռանիշ թիվ է, հնարավոր է 1, 2, 3, 1, 3 և այսպես կստացվի 1/6, այսինքն 6 մասի կբաժանենք և կբաժանվի 4-ի, 1/4, ցանկացած 4 թիվը բաժանվում է 4-ի։